Հարգանքներս իմ հայ ժողովրդին, ոնց եք ժողովուրդ ջան, մեր պատպիշիկների խնդրանքով այսօր ես ձեր համար պատրաստելու եմ գառան խաշլամա, ինչ ա մեզ հարկավոր, գառան միս, պամիդոր, գազար, կարտոֆիլ, սոխ, բիբար, սպեցներից կարմիր բիբար, սև բիբար, լավրոլի լիստ, գարոշկա և աղ, ու պատրաստելու եմ առանց ջրի ժողովուրդ ջան, ուրեմն գնացինք պատրաստելու, ամենաառաջինը մեզի հարկավոր է, որ միսը մշակենք, մեր դեպքում գառան միս է, այսօր համով խաշլամա եմ պատրաստելու, ամենակարևորը, այսենց մեծ տանավարի կտորներով, ասնենք ես երկորդին, ու ամենակարևորը ժողովուրդ ջան, պատրաստելու ենք առանց ջրի, ինքը շատ համեղ է ստացվում, և հաջորդը, հիմա ժողովուրդ ջան, ես մնացածը կտրատեմ և ձեզի միանամ, հաջորդ քայլին, գնացինք, ժողովուրդ ջան, միսը կտրատելուց հետո մեզի հարկավոր է բանջարեղենները կտրատենք, կարտոֆիլը երկու մասի ենք բաժանում, որը մեծ է, կարելի է 3 մասի բաժանել, և վերջինը, ժողովուրդ ջան, հերթը հասավ սոխին, սոխը մեզի հարկավոր է մեջտեղից այսենց, երկու կես ենք անում և այս ձևի, սոխը հարկավոր է մի քիչ շատ, չափաբաժինը բոլոր կգրենք, սոխը ինչու է շատ, որովհետև մենք առանց ջրի ենք խաշլաման պատրաստելու, և վերջինը, սոխը կտրատելուց հետո հարկավոր է բիբարները կտրատել,
Եվ վերջինը ժողովուրդ ջան։ Բիբարը կտեղադրենք։ Հիմա հարկավոր է մեզի պամիդորը կտրատել։ Պամիդորը երկու մասի ենք բաժանում եւ այս ձևի։ Կարելի է քիչ բարեկացնել։ Եվ վերջինը ժողովուրդ ջան։ Եվ վերջ պամիդորը, ուրեմն հաջորդ քայլին կմիանանք արդեն խաշլամեն հավաքելու ժամանակ։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, բանջարեղենները կտրատելուց հետո մեզի հարկավոր է խաշլամեն հավաքենք։ Ինչա մեզ ամենաառաջինը հարկավոր։ Սոխը ավելացնում ենք։ Մի րոպե։ Այսպես։ Ու ամենակարևորը տնավարի, ժողովուրդ ջան։ Տենը մեկ ինչ հավվեսին, սոխի ինչքան շատ է։ Այս ձևի պետքա որ շատ լինի։ Այս սիրուն տեղադրեմ։ Հաջորդ քայլը մեզի հարկավոր է աղ։ Բիբար, կարմիր։ Սև բիբար։ Ավելացնում ենք լավրոլի լիստ։ Ավելացնում ենք սև գարոշկը։ Եվ ավելացնում ենք սխտոր։ Ու այս ձևի ձեռքերով ժողովուրդ ջան։ Այսպես տնավարի, այս ձևի, նա մեր օպերատորը կնկարի, ինչ ձևի է պետք։ Այսպես տնավարի պետք է, որ այսպես խառնեք։ Այսպես նայեք։ Հիմա այսրանից հետո ժողովուրդ ջան, մեզի հարկավոր է, այսպես միսը վերցնում ենք, ու հավեսին տեղավորում ենք։ Լստեն նայեք ինչ կտորներ են։ Վայ չուտողին։ Ժողովուրդ, այսպես մա ձեռով սիրուն սխմում ենք եւ հաջորդ քայլը մեզի հարկավոր է նորից էլի աղ ավելացնում ենք կարմիր պղպեղ
Ավելացնում ենք սև բիբար, ավելացնում ենք լավրոլի լիստ, և ավելացնում ենք սև գարոշկը, և ավելացնում ենք կարտոֆիլը, լստենայք ինչ գեղեցկությունը, լստենայք բա ոնց չուտի մարտեսի, կարտոֆիլը ավելացնելուց հետո մեզի հարկավոր է գազար ավելացնենք, գազարը ավելացնելուց հետո մեզի հարկավոր է բիբար, և վերջում ավելացնում ենք պամիդոր, լստենայք ժողովուրդ ջան, բա ոնց մարտեսի չսարքի ու չուտի, ստենաս էլի վայ չուտողին, պամիդորը ինչքան շատ, այնքան ավելի համեղ է լինելու, և մեր պամիդորի սոկը այսենց տնավարի, լստենայք ժողովուրդ ջան, ինչ ստացանք, ժողովուրդ ջան, մեր խաշլաման արդեն պատրաստ է, ուրեմն կմիանամ ձեզի եփելուց հետո, գնացինք, ժողովուրդ ջան, լարեք ձեզի ցույց տամ ինչ ձև է մեր խաշլաման եփը, լստենայք, գրամ, ջուր մենք չենք ավելացել, լստեի ջուրը նայեք, լստենայք ժողովուրդ ջան, ինչ հավեսին եփել է, հիմա ժողովուրդ ջան, կանաչի կտրատեմ, որ ավելացնենք կանաչի, Всё, ժողովուրդ ջան, ավելացնում ենք կանաչին, մեր համեղության վրա, տնավարի, այսենց, հավեսին ավելացնում ենք, որ ասում եմ վայ չուտողին, այսպես ձեռքերով, որ ձեռքդ կպտի, որ ավելի համով լինի ժողովուրդ ջան, հիմա այս ձևի ժողովուրդ ջան, ես կթողեմ մի 5 րոպե կեփի ու ես ձեզի կմիանամ, գնացինք, ժողովուրդ ջան, եկավ իմ ամենասիրած պահը,
Հիմա պետք է փորձենք, թե ինչ ձև ենք պատրաստ է։ Խաշլաման։ Էլի հիշացնեմ, որ մենք առանց ջուր ենք պատրաստ է։ Լստենայք ժողովուրդ ջան, իմ մեջի ջուրը։ Լիամ մեջի ջուրը։ Հիմա կվերցնենք կարտոֆիլ։ Հիմա պետք է մեզի, որ մսերից փորձենք։ Այս ես լստենայք ժողովուրդ ջան, ոնց է հավեսին էփե։ Այս գազարից էլ տնավարի։ Լստենայք ժողովուրդ ջան։ Լստե ինչ հավեսին էփելա։ Ու ամենակարևորը ժողովուրդ ջան, ինչ եմ ուզում ասեմ, որ մենք մի գրամ ջուր չենք ավելացրել։ Հիմա ամենաառաջինը մի հատ այս հավեսին վայո, դուք չեք պատկերացնում ինչ ձևի հավեսին էփելա։ Հիմա տնավարի վերցնում ենք մեր լավաշը ու փորձում ենք իսը։ Լստենայք ժողովուրդ ջան։ Մեր օպերատորին կխնդրենք, լստենայք ինչ ձև է էփե, առիմիս։ Լստենայք ժողովուրդ ջան։ Հավեսին ինքը էփելա։ Դուք չեք պատկերացնում ինչ ձևի համ ունի։ Այն որ սկականից ասում են վայ չուտողին։ Հիմա ջրից մի հատ հավեսին տնավարի։ Ող, այս ինչ համով է։ Հիմա կարտոֆիլը և գազարը և բիբարը այսենց հավեսին տնավարի ժողովուրդ ջան, սոկը լրիվ վերջն է։ Շատ համեղ է ստացվել։ Ժողովուրդ ջան, էլի եմ կրկնում, ես իմ ամենասիրած պահն է, որ այսենց ընտանիքով չարչարվում ենք, վերջում նստում ենք ու հավեսին վայելում ենք։ Դե գնացինք։